Արարատյան շաբաթվա 5-շաբթի օրն է։ Այս շաբաթվա օրերի հետ հայոց եկեղեցին հիշատակում եւ վերապրում է պատմական այն իրողությունները, որոնք նախորդեցին Հայաստանում քրիստոնեության ընդունմանը։ 5-շաբթի օրը շողակաթ եկեղեցու ուխտի Հովհաննես Մկրտչի ու Սուրբ Աթանագինե եպիսկոպոսի հիշատակության օրն է։ Նրանց մասունքները լուսավորիչն է իր հետ բերել Հայաստան։ Գրիգոր Լուսավորչի կամարի առջև ամենայն հայոց հայրապետը Հովհաննես Մկրտչի մասունքով ժողովրդին օրհնություն բաշխելուց հետո այն հանձնեց Մայրաթոր Սուրբ Էջմիածնի լուսարարապետ Տեր Անանիա եպիսկոպոս Ծատուրյանին։ Եկեղեցական թափորը Սրբազան մասունքը Սուրբ Էջմիածնի Մայր տաճարից տեղափոխեց Սուրբ Շողակաթ եկեղեցի։ Սրբավայր տանող ճանապարհին հնչեցին շարականներ, աղոթքներ, թափորին ուղեկցեցին թմբկահարները։ Արարատյան շաբաթվա ընթացքում Սուրբ Պատարագի մեկնարկին Հայ Առաքելական եկեղեցու հայտնի եւ սիրված շարականներից մեկն է հնչում՝ Անցիկ նվիրյալը, որը հեղինակել է Կոմիտաս Աղձեցի կաթողիկոսը, այն նվիրված է Հռիփսիմյան կույսերի հիշատակին։ Շողակաթ վանքում մատուցվեց Սուրբ եւ անմահ պատարագ, պատարագիչն էր Արիս Աբեղա Տոնոյանը։ Նա խոսեց Արարատյան շաբաթվա ընթացքում հիշատակվող պատմական վճռորոշ իրադարձությունների մասին։ Այդ արժանի հիշատակության օրերից մեկը հենց Արարատյան շաբաթն է։ Սուրբ Շողակաթ եկեղեցին կառուցվել է Սուրբ Մարիանեի նահատակության վայրում։ Նա Գայանյանց կույսերից մեկն էր, որը Հայաստան էր եկել փախչելով Դիոկլետիանոսի հետապնդումներից։ Ավանդության համաձայն Մայր տաճարի եւ կույսերին նվիրված եկեղեցիների տեղը Սուրբ Գրիգոր Լուսավորչին հայտնվել է տեսիլքով, երբ երկնքից շողի տեսքով լույս է կաթել երկրի վրա։ Այստեղից էլ առաջացել է Շողակաթ անունը։ Գաբրիել Վարդապետ Սարգսյանը հայոց եկեղեցու ավանդությունները, Սրբազան արարողությունների խորհուրդը մարդկանց ներկայացրել է արաբական երկրներում, Ռուսաստանում։ Արդեն 1 տարի է Շողակաթ վանքի ուխտավորներին է հաղորդ դարձնում հոգևոր եկեղեցական արժեքներին։ Այստեղ է արարողություններ կատարում։ Հետաքրքրական է նաև այսօրվա կամ ընդհանրապես Արարատյան շաբաթվա մեր ժողովրդի մասնակցությունը տոնակատարություններին, որ կարծես զգացվում է մարդիկ ունեն հավաքական այն ընկալումը, որ մեր եկեղեցին հոգևոր նավ է, հակառակ կյանքի ալեկոծություններին, դժվարություններին մարդիկ այս ամենը իմդի ունենալով, բայց վստահաբար նաև ունեն այն ընկալումը, որ սա այն խորունկության, հավատքի վեհության մասին է, որոնք իրենց մասնակցությամբ էլ ոչ միայն հիշատակում են, այլև իրենց ընտանիքներ են տանում այն լույսը, որ եւ Հռիփսիմեն, եւ Գայանեն, եւ Մարիանեն, եւ մի քանի օրից մանավանդ Սուրբ Գրիգոր Լուսավորիչը որպես հավատքի հայր իր լույսով, ավետարանական ճշմարտություններով ճառագեց, զարթեց, զարդարեց, բարեզարթեց Հայաստան աշխարհը։ Սուրբ Շողակաթը լի է ուխտավորներով, եկել են մասնակցելու Սրբազան արարողությանը, մասունքից զորություն ստանալու։ Ապրել եմ Մարտակերտի շրջանի Վանկյուղում 45 տարվա մանկավարժական ստաժով ու ամեն կիրակի շատ ժամանակ ոտքով բարձրանում էի Գանձասար, մասնակցում պատարագների ու հիմա էլ միշտ խնդրում եմ Տեր Արժանյանի նորից կարողանանք բոլորով Գանձասարում միասին պատարագի մասնակցել։ Իսկ այժմ ես այստեղ եմ, հիմա էլ ապրում եմ Էջմիածնում, որը ամբողջ հայության հոգևոր կենտրոնն է ու փառք Աստծո, որ Տերը ինձ բերել է այստեղ։ Ու արժանի անում ամեն կիրակի մասնակցելու պատարագներին։ Շաբաթօրը եկեղեցում կհիշատակվի օձերով ու կարիճներով լի մահաբեր գուբում 13 տարվա բանտարկությունից հետո Գրիգոր Լուսավորչի դուրս գալը։ Սուրբ պատարագ կմատուցվի խորվիրապում, իսկ կիրակի օրը կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնն է։ Միածնաեջ տաճարում ամեն տարվա պես ուխտավորների մեծ բազմություն է սպասվում։
Հունիսի 3-ին Վերաքննիչ քրեական դատարանում պաշտպանության կողմի միջնորդությամբ քննարկվեց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել arczepiskopos Աջապահյանի խափանման միջոցը փոխելու հարցը։ Գրեթե 1 տարի է Միքայել Սրբազանը գտնվում է ազատությունից զրկված վիճակում, նույնիսկ եթե դիտարկենք պատժի չափով նախատեսված 2 տարի պատիժ է նախատեսվել, այսինքն գրեթե կեսը արդեն պիտի հաշվանցի առնվազն, ապա կարծում ենք, որ առաջին հերթին տևականությունը, երկրորդ հերթին համեղության կարգավարկեցի հաշվի առնելով, արարքի նկատմամբ ինտենսիվությունը, այսինքն հարկադրանքի միջոցի ինտենսիվությունը մեզ հիմք են տալիս, որպեսզի գտնենք, որ Միքայել Սրբազանի խափանման միջոցը պիտի փոխվի, կամ առնվազն, եթե նման միջնորդությունը չբավարարվի, ապա սահմանափակումները վերացվեն։ Հիշեցնենք, որ Միքայել Սրբազանը մեղադրվում է իշխանությունը զավթելուն ուղղված կոչեր հնչեցնելու մեջ, իբրև թե տարիներ առաջ լրատվամիջոցներին տված հարցազրույցում նշել է, թե անհրաժեշտ էր ռազմական հեղաշրջում իրականացնել։ Հարկ է նշել, որ նախկինում իրավապահ մարմինները դրանում հանցակազմ չեն տեսել եւ քրեական վարույթ չեն նախաձեռնել։ Վարույթը նախաձեռնվել է 2 տարի անց միայն, երբ գործող իշխանությունը սկսեց իր հակաեկեղեցական արշավը։ Փաստաբան Երեմ Սարգսյանը խոսեց մեղադրանքի բովանդակության մասին, նշելով, որ դատախազությունն այդպես էլ չկարողացավ ապացուցել, որ Սրբազանի խոսքում առկա է հեղաշրջման կոչ։ Ամփոփելով վերօրյալը, հարկ ենք համարում անվերապահորեն պնդել, որ չնայած բազմաթիվ խոստումներին ու հավաստիացումներին, ամբողջ դատականության ընթացքում մեղադրողները այդպես էլ չեն կարողացել մատնացուցանել, թե 24 թվականի փետրվարի 3-ի հարցազրույցում կոնկրետ որն է եղել կոչը, եւ այն էլ իշխանությունը բռնի զավթելու կոչը։ Իսկ եթե չկա կոչ, ապա չկա հանցագործություն։ Ինչու է կարևոր այս ամենի նկարագրությունը, քանզի ինչպես նշել ենք, մենք պաշտպանել ենք ներկայացած մեղադրանքից եւ դրա պարզաբանումներից, իսկ պաշտպանության կողմի որևէ մեկը միջոց չի կարողացել մատնացուցանել, թե ներկայացած մեղադրանքում որն է հանցավոր համարվող կոչ։ Եվ այստեղ ամենակարևորը, որ մեղադրողները չարեցին, մենք էլ չպաշտպանվեցին, այս դեպքում դատանը մի անգամից պետք է արդարացում անել։ Այսինքն դատանը որտեղից հասկացել որ կոչ կա։ Պատկերացնում եք, չէ՞, ով որ մեղադրում է, ինքը չգիտի կոչը, որ նա չի կարողանում ասի կամ չի ասում։ Հիմա դատանը որտեղից ասեց։ Օրինակ ինքը գնաց, մեղադրական մտքեր մոտ առաջացրեց, որոշեց դե լավ, մեղադրողները չեն ասում, ես կասեմ, իրավունք ունի նման բան դատարանը։ Էլի չի դատավճռում, չի գրել, թե որն է այդ կոչը, որտեղ մենք այդ հարցը ասես կողմի հետևից անց ենք անցնում։ Որտեղ սա է, չկա կոչ, չկա հանցագործություն։ Բայց դատանը միտեղ չգիտի որն է այդ կոչը։ Դա չես էլ գրել, եթե դու տես մտքեր ես ունեցել, բանա հրապարակային քննարկման առարկա դարձնեի, բանա պաշտպանության կողմը փորձել քեզ քո մտքերի հետ վիճել, համոզել քեզ, որ չէ։ Այսինքն ի սկզբանե իր համար պարզ է, գործը բերել են դատարան, ինքը պետք է դատավճիռ կազմի ներառական։ Չէ՞ հետաքրքրում է պարզել, նա ուղղություն տանել, քննություն է կապացում արել։ Մենք պաշտպանվում ենք անորոշ մեղադրանքից, ասաց փաստաբան Ռոմանա Հարոնյանը։ Նախ դատարանի ուշադրությունը կուզեմ հրավիրեմ մեղադրանքի կառուցվածքի վրա, ի սկզբանե ինչպես էր մեղսագրված։ Մեղսագրված էր մեկ առաջ երկու նպատակ կառուցվածքով։ Ըստ էության, ինչպես նշվեց անընդհատ չկրկնեմ, անորոշ խոսույթը եւ ըստ էության սրանով կատարել է իշխանություն զավթելու կոչ, սահմանադրական կարգը բռնի տապալելու կոչ։ Բայց հանցակազմի իմաստով մենք տեսնում ենք սրանք երկու տարբեր գործողություններ են եւ դատարանն իր ակտում բացառելով սահմանադրական կարգի տապալումը եւ ըստ էության հաստատված համարելով միայն իշխանության զավթումը, ոչ թե իրականացրել է արդար դատականություն, այլ ընտրել է դատախազության կողմից տրամադրված այլընտրանքային տարբերակներից մեկը։ Այսպիսի մեղադրանք, այսպիսի անորոշություն եւ այսպիսի այլընտրանքներից չի կարելի։ Սա խաթարում է արդարադատության բունեությունը։ Այլապես կարելի է հախուռն միշտ ամեն ինչ վերելիցել եւ թողնել դատարանին ասել կոպիտ ասած այսքանի մեջից դե մի բան առանձնացան, մի բան գտի, մի բանի մեջ մեղավոր ճանաչի, որը խաթարում է պաշտպանության բունեությունը եւ հենց սա տեղի ունեցավ մեր դեպքում առանց չափազանցելու։ Փաստաբանը նշեց նաև, որ դատարանն ինքն է փորձագետի դեր ստանձնել եւ անտեսել է լեզվաբանական վերլուծության անհրաժեշտությունը։ Փաստաբանները միջնորդեցին փոխել խափանման միջոցը, վերացնելով տնային կալանքը։ Նրանք ընդգծեցին, որ արդեն 1 տարի է Միքայել Սրբազանը գտնվում է ազատազրկման մեջ
Մինչդեռ նախատեսված պատիժը 2 տարի է, այսինքն դրա կեսը Սրբազանն արդեն կրել է։ Դատարանը որոշեց միջնորդության քննությունը հետաձգել, հաջորդ նիստը նշանակվեց հունիսի 17-ին։ Անուշ Առաքելյան, Վռամ Խանամիրյան, Եկեղեցական կյանք։ Հունիսի 4-ին Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանը դատավոր Վազգեն Ռշտունու նախագահությամբ որոշում կայացրեց Բագրատ arczepiskopos Գալստանյանի խափանման միջոց կալանքը փոխել տնային կալանքի։ Այս մասին հայտնի դարձավ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Շենգավիթ նստավայրում ընթացող Սրբազան պայքարի գործով հերթական դատական նիստի ընթացքում։ Լուրն անակնկալ էր ինչպես դատական նիստի մասնակիցների, այնպես էլ Սրբազանի համար, քանի որ 2025 թվականի դեկտեմբերի 30-ին նույն դատավորը մերժել էր խափանման միջոցի փոփոխությունը։ Հիշեցնենք, որ պայքարի մյուս բոլոր անդամներն արդեն ամիսներ շարունակ գտնվում են տնային կալանքում կամ նրանց նկատմամբ կիրառված է վարչական հսկողություն։ Միայն Բագրատ Սրբազանն էր շուրջ 1 տարի գտնվում կալանքի տակ։ Ոչ իմ ազատությունը սահմանափակել են կարողացել, ոչ էլ հիմա իբր թե փոխել են։ Բացարձակ ոչ մի բան տեղի չի ունեցել իմ կյանքում որպես այդպեսին։ Իմ ընկալումները առավել են խորացել եւ հաստատվել, որ մեր երկիրը կարիք ունի արդարության եւ ճշմարտության։ Եվ այն չարիքը, որ իր քաղցկեղային բջիջներով տարածված է մեր բոլոր կյանքի բոլոր շերտերի մեջ, պետք է մաքրվի ուղղակի։ Եվ ես հանձն առել եմ, ես հնարավորություն այս պահի այո, փառք Աստծո, դրա մասին էլ կասեմ, ես հանձն եմ առել իմ բաժնով, իմ մասով, իմ պատասխանատվության դա անելու եւ անելու եմ։ Սրբազանը գրեթե միշտ ասում էր, որ դեմ է տնային կալանքին։ Հիմա էլ ասում, որ դեմ է, չի ընդունում միջանկյալ լուծումները, բայց դատական այս ակտը չկատարելու եղանակը ուղղակի խախտում կատարելն է, քննարկում ունեցել ենք, որ այս պահին գոնե թե այս միջանկյալ միջոցը կիրառվելու է, էլի նորից ինքը դրան համաձայն չի, բայց նաև սահմանափակումներ էլ առկա չեն ոչ տեսակցությունների, ոչ ինչ-որ կոմունիկացիայի, այդ առումով որոշակի հանրային գործունեություն կլինի կամ կոմունիկացիա արտաքին աշխարհի հետ կլինի։ Բայց Սրբազանի դիրքորոշումով նաև բողոքարկելու ենք այդ դատական ակտը ամբողջական ազատության վերականգնման նպատակով։ Ինչ սահմանափակումներ են կիրառվում։ Այս բանի սահմանափակում չկա, միայն սահմանափակված է շփումը գործող մեղադրյալների հետ։ Սրբազան պայքարի գործն այժմ գտնվում է ապացույցների հետազոտման փուլում։ Հանրային մեղադրողների ներկայացրած ապացույցները պաշտպանական կողմն այսօր որակեց որպես գործի հետ ոչ մի կապ չունեցող նյութեր, որոնք կցվել են վարույթին բացառապես հանրությանը մոլորեցնելու նպատակով։ Փաստաբանները հարց բարձրացրեցին դատարանում, որն է պատճառը, որ գնդապետ Արամ Իսրայելյանի պետությունից որպես պարգև ստացած օրինական զենքը մեղադրող կողմը փորձում ներկայացնել որպես ահաբեկչական գործիք։ Պաշտպանների պնդմամբ անընդունելի է նաև Մովսես Շարբաթյանի օրինական որսորդական զենքը իբրև հանցագործության ապացույց հանրությանը ներկայացնելու փորձը։ Փաստաբանները շարունակում են պնդել, այս գործը հարուցվել է բացառապես քաղաքական նպատակներով, որի գլխավոր խնդիրն էր կասեցնել Տավուշը հանուն հայրենիքի շարժման ընթացքը։ Գործով հաջորդ դատական նիստը նշանակվեց հունիսի 11-ին ժամը 15:30-ին։ Լուսինե Բալյան, Գևորգ Ավագյան, Եկեղեցական կյանք։